Մինչ Գյումրու փողոցների օրորի ավելացող փոսերում հայտնվում են անիվներ և ամենատարբեր կենցաղային առարկաները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է այս տարի նորոգել քաղաքում 15 կիլոմետր ճանապարհահատված։ Տիգրան մեծ ռեստորանային համալիրից էլի Մուսայելյան, որ թեքվում ես, գալիս ենք մինչև Գորկի փողոցով, իջնում ենք այս նոր էլի ասֆալտապատված ճանապարհի ես Արմենտելի Խաչմերուգին ենք հասնում, այս հատվածն էլի ամբողջությամբ լինելու, կոմբինատի հատվածում էլ ենք ասֆալտապատում անելու, ավտոկայանից մինչև Լալայան փողոցով այս հատվածը նախկին մերոյի մոդով այս հատվածն ենք միջին նորոգում անելու, հիմնանորոգման համար անպայման նախատեսել եմ Ղանդիլյան փողոցը հենց ավտոկայանից մինչև գալու ենք հասնենք Շարլ Ազնավուրի հրաբարակ, այստեղ տեքստիլ թաղամասում փողոց ունենք ամեն ինչ տան համարի Խաչմերուգից, գալիս միանում է Գարեգին Նեժդեի փողոց, այս հիվանդանոցի մոտով գալիս միանում է այստեղ Գարեգին Նանը հյուրանոցով ու շարունակում է մինչև արդեն Խերիմյան Հայրիկի փողոց։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը թվարկում է այն փողոցները, որոնք նախատեսվում է նորոգել կամ հիմնանորոգել այս տարի։ Մեկնարկել են կառավարության նախաձեռնած լայնածավալ ճանապարհաշինական ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Վարչապետի հանձնարարականով նպատակ է դրվել առաջիկա տարիներին փուլ առ փուլ հիմնանորոգել քաղաքի ճանապարհային ցանցը։ Կարողացել ենք այս տարի, քանի որ ժամանակահատվածը քիչ է, գտնել են փողոցները, որոնք վերանորոգվելու են, միջնաժամկետ նորոգում է լինելու, այսինքն մեր լեզվով ասած ֆրեզ է լինելու, նոր ասֆալտ է լինելու, ոնց որ Պագրատունյաց օղակը արվեց։ Մենք հիմա այս տարի գիտեք Շիրակաձի փողոցն է հիմնանորոգվում, Լալայան փողոցն է հիմնանորոգվելու, մենք էլի մի քանի փողոցներ ունենք այս տարի, որոնք հիմնանորոգվում են, եւ այդ ամենին գումարած արդեն այն փողոցների շարքը, որոնք միջին նորոգում են լինելու, բայց միևնույն ժամանակ արդեն 27 թվականի համար հենց այդ 25 կիլոմետր փողոցները, որոնք են ընդգրկվելու, այդ փողոցներն են կընտրում։ 2026 թվականին նախատեսվում է Գյումրիում 15 կիլոմետր ճանապարհահատվածի նորոգում, 2027 թվականին ճանապարհաշինական աշխատանքներն առավել ընդգրկուն են լինելու, կհիմնանորոգվի 25 կիլոմետր ճանապարհահատված։ Եվ միևնույն ժամանակ մենք աշխատանքները տանում ենք 25 կիլոմետրի վրա արդեն 27 թվականի համար, որ այս տարի կարողանանք այնպես կազմակերպել, որպեսզի կոմունիկացիաները արդեն փոխված լինեն։ Գյումրու ճանապարհային ցանցը յուրահատուկ է իր կոմունիկացիաների խնդիրներով, ուստի մինչև որևէ փողոցի հիմնանորոգումը ջրի, գազի, էլեկտրաէներգիայի եւ մյուս ստորգետնյա ցանցերը պետք է փոխվեն, որպեսզի հետագայում նոր ասֆալտը կրկին չքանդվի։ Մենք խորհրդակցությունների ժամանակ բնականաբար ներգրաված են նաեւ կոմունիկացիաների ներկայացուցիչները, Կազ, Լույս, Շուր ու մի աշխատանքներ այդ ուղղությամբ է տարվում։ Կառավարությունից ու Գյումրի քաղաքային իշխանությունից հնչող հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե Գյումրին կառավարվում է երկու տարբեր կողմերից։ Ճանապարհաշինական ծրագրերի սուբվենցիոն հայտեր ունի նաև համայնքապետարանը, առանձին ծրագիր էլ սա է կառավարության կողմից։ Իսկ ինչպես են մեկը մյուսի հետ համաձայնեցնում աշխատանքների ընթացքը։ Թիմը իր սուբվենցիոն ծրագրերն է անում, որոնք գիտեք մեծ մասը նաև ֆինանսական կառավարությունն է սուբսիդավորում, ու այդ կապ չունի վարչապետի նշած 25 կիլոմետրի, դե դա անում է ճանապարհային դեպարտամենտը մարզբդարանի հետ համատեղ, այդ սուբվենցիոն ծրագրերի հետ ընդհանրապես կապ չունեցող այլ նախագիծ է, ու այստեղ թիմի ներգրավվածությունը բնականաբար խորհրդակցություններ ունենում ենք մենք, իրանք էլ գիտեն, որ փող այնպես չստացվի, որ իրենք սուբվենցիով ներկայացրել են, մենք փորձում ենք այլ ճանապարհով, այս ճանապարհով անենք, խորհրդակցություններ բնականաբար լինում են, որովհետեւ զուգահեռներ համապատասխանեցումներ չլինեն, էլի նույն փողոցի վրա աշխատանքներ ենք տանում։ Դավիթ Արուշանյանը մոտավոր ժամկետներ է նախանշում, որ կառավարության շնորհիվ Գյումրին առաջիկա 3-ից 4 տարիների ընթացքում կարող է ունենալ գրեթե ամբողջությամբ նորոգված ճանապարհային ցանց։ Աստղիկ Խաչատրյան, Ռայա Լազարյան, այսօր։